Ողջույններ բոլորիդ, այսօր գտնվում ենք մի շատ ամբլեմատիկ վայրում, որը կոչվում է Café de Flore եւ համոզված եմ բոլորդ գիտեք իր մասին, որովհետեւ ինքը շատ sense տուրիստական վայր է եւ կարելի է ասել բոլոր տուրիստները ովքեր գալիս են այստեղ, պարտադիր այցելում են այս սրճարանը, այնպես որ ես որոշեցի գալ եւ ձեզ համար փորձել ու իրար հետ բացահայտենք արդյոք արժե այդ ամբողջ հայպը թե չարժի, որովհետեւ մարդիկ շատ են ու հիմա էլ այս հիմա նստած եմ եւ մեծամասնությունը տուրիստներ են, 1-2 ֆրանսիացի ընդհանրապես տեսանք եւ մնացածը տուրիստներ են, այսինքն եւս մեկ ապացույց, որ ինքը տիպիկ տուրիստական վայր է, ճիշտ է ինքը նաեւ շատ պատմական եւ իկոնիկ վայր է, բայց ուզում եմ ես հասկանալ արդյոք իրենց շոկոլադը տակ, որը այդքան ճանաչված է, որը ես ինչպես տեսնում եք արդեն վերցրել եմ, իրենց կրուասոնը, որը բոլոր տուրիստների համար իդեալական նախաճաշ է ծառայում եւ նաեւ մի քանի բալ ավելացրել եմ իմ կողմից, որպեսզի ձեզ համար բացահայտեմ, արդյոք այդ ամենը արժեն այս ամեն խոսակցությունը եւ այս ամեն աղմուկը։ Նախորդ ասեմ, ես այդքան էլ այս սրճարանի սիրահարը չեմ, բայց այսօր լինելու եմ լրիվ օբյեկտիվ եւ ձեզ ասելու եմ իրականությունը, խոստանում եմ, այնպես որ գնացինք ու եկեք սկսենք հենց տաք շոկոլադից մատուցումը շատ գեղեցիկ է, հա, այսպես, որպեսզի չվառվեք, շոկոլադը բերել են, ես սերուցք չեմ վերցրել, չուզեցի, ուզեցի հենց իրական համս գալ, այնպես որ եկեք հիմա այսպես լցնենք եւ զգաք, արդեն զգում եմ, որ ինքը ջրիկոտ է ու եթե կհիշեք, ես ձեզ ասել եմ, որ ես ջրիկ շոկոլադ չեմ սիրում, որովհետեւ նմանեցնում եմ կակաոյի ու ինձ դուր չի գալիս, բայց փորձենք ու ասեմ։ Նայեք, պես տեսակ արդեն լցնելուց ինքը բավականին ջրիկ էր, բայց եկեք փորձենք ու համնել ասեմ, որովհետև ես ձեզ ասեմ, չէ, ես իմ ֆավորիտն ունեմ Փարիզում, որը մենք դեռ իրար հետ չենք փորձել, բայց անպայման բացահայտելու եմ ձեզ համար, չնայած որ էլի շատ լավերը կան։ Հիմա տեսնենք, սա արժանի տաք շոկոլադ է, իր այդքան անվանը թե ոչ։ Ուրեմն, անկեղծ եմ ասելու, շոկոլադի համար շատ թույլ է, ինքը շատ քաղցր է ու ըստ իս ինքը տաք շոկոլադ չէ, այ համեղ կակաո, որովհետև եթե ինքը տաք շոկոլադ է, ուրեմն ինքը այդքան էլ լավը չէ, բայց որպես կակաո երևի թե հաջող է, այնպես որ ես այդքան էլ խորհուրդ չեմ տա հենց հատուկ տաք շոկոլադի համար այցելել այստեղ։ Շոկոլադը արդեն պարզ էր, ուրեմն եկեք անցնենք արդեն կրուասանին, նայեք ինչպիսին է, տերքից գեղեցիկ է, լավ, խրխրթ է, կարագի բույրը դեռ չեմ զգում, բայց այստեղ մի քիչ շատ ծանր է օդը, հնարավոր է դրանից է կկիսենք ու ավելի ճիշտ կհասկանանք։ Եկեք կիսեմ կրուասանը այսպես մեջտեղից ու տեսնենք լավն է, թե ոչ։ Նայեք, հա, տեսեք ինչ լավ ձգվում է մեջը, ինքը շատ լավ կրուասան է, հիմա եկեք համը արդեն տեսնենք։ Ուրեմն կրուասանը անկեղծ շատ համով է, լավ կարագով, համեղ, կլասիկ կրուասան, սա արժեր, իդեպ գնեն էլ ասեմ, կրուասանն արժեր 4 եվրո, շոկոլադը ես առանց սերուցքի եմ վերցրել 10 եվրո էր, եթե սերուցքով եք ուզում, կարծեմ 1-1.5 եվրո ավել, ու հենց դրա համար եմ ասում, որ տաք շոկոլադի համար չարժե գալ այստեղ, որովհետև հենց ենթադրենք Անժելինա կաֆեյում շոկոլադը տաք արդեն սերուցքով արժեր 12 եվրո, բայց որակը նույնիսկ անհամեմատելի է, հա, այնտեղ իսկապես տաք շոկոլադ էր, այնպես որ կտամ տաք շոկոլադի համար գնաք այնտեղ, այլ ոչ թե այստեղ գաք։ Կանցնենք Պանողեզանը փորձելու, եթե հիշում եք, Պանողեզանը նույն կրուասանի խմորից է բաղկացած, հա, որը գրնակում են, քսում են երբովի գրեմ, նախապես ռոմով թրջած չամիչներ, փաթաթում են ռուլետի պես եւ կտրում ու թխում։ Ինքը մի քիչ շատ բարակ է, տափակ է, բայց թարմ է, լավ, խրխրթ է, հուսով ենք համով կլինի։ Եկեք գծեմ ու ասանք։
Օղեզանը համեղ էր, հավանեցի, համեղ, կլասիկ, պան, օղեզան, ավելին ոչինչ չեմ կարող ասել, շատ ավելի համովներն էլ բնականաբար կան, բայց վատը չէր, արժանի էր, սա նույնպես արժեր 4 եվրո, ինչպես կրուասանը, ըստիս գինը նորմալ է։ Նաև վերցրեցինք նման տարտին, հա, կարակով, որը էշիրեի կարակն է, ինքը շատ լավ որակյալ կարակ է, ու ես խնդրեցի, որ իրենք ինձ համար տարտինը լավ կարմրացնեն, տեսնենք ինչպիսին է, բեսա բագետ է և կարակով, կարակին ես արդեն ծանոթ եմ, բագետն էլ եթե լավն է, ուրեմն հաստատ լավն է։ Լավ կարմրացրել են հացը, ես հենց այսպես եմ սիրում ու լավ տաք է, եկեք փորձենք կարակով, սա իմ համար ամենաիդեալական նախաճաշն է, շոտ համեղ, ափսոս կարակը աղի չեմ բերել, բայց երևի թե եթե ես շեշտեի, որ ես ուզում եմ աղի կարակով, իրենք աղի կարակ կբերեին, ես չասեցի, սովորական կարակ եմ բերել, հիմա տեսնենք համը ինչպիսին է։ Բագետը շատ լավն է, ինչպես հասկանում են ինքը տրադիցիոն տեսակի բագետն է, ոչ թե կլասիկ բագետը, որտեղ եթե չգիտեք կլասիկ բագետը ինքը ավելի սենց նուրբ է, ավելի սպիտակ է, ավելի սենց խճած է, իսկ տրադիցիոնը մի քիչ այսպես մուգ է լինում, ավելի հաստ կեղևով եւ ավելի խտոտ է լինում, սա հենց տրադիցիոն տեսակն է, տրադիցիոնը միշտ կլասիկից մի փոքր թանկ է ու անկեղծ ասած բոլոր ֆրանսիացիները տիպիկ ֆրանսիացիները երբևիցե չեն գնում կլասիկ բագետ, իրանք միշտ գնում են տրադիցիոն եւ այստեղ հենց դա է ու շատ համեղ բագետ է։ Այս մեկը հաստատ վերցրեք, կարող եք նաեւ վերցնել հետը տարբեր տեսակի կոնֆիտյուրներ կամ մեղր, կարծեմ 3 եվրո արժեր, սա 5 էր, եթե չեմ սխալվում։ Հավելյալ կարող եք դա էլ վերցնել, սենց իրուն փուճուրիկ բան չկայով ձեզ բերում են, այնքան գեղեցիկ է։ Ու հաստատ սա կուտեք ու կկշտանաք, այսա հաստատ արժի։ Արդեն փորձում ենք մեր վերջի համովությունը, սա կոչվում է տախտ տատան։ Ուրեմն տախտ տատանը ինչ է իրենից ներկայացնում։ Այն խնձորով տառտ է, որը պատրաստում է շատ տարբեր ձևով, քան մեր կլասիկ իմացած տառտերը։ Այսինքն խնձորները մեծ կտորներով, երևի 4 մասի ասենք, ենթադրենք բաժանում ենք, կարամելիզացվում են, բավականին երկար եփվում են կարամելով, հետո վրայից ծածկվում է շերտավուն խմորով և դրվում է նորից ջեռոցը, նորից եփվում է, վերջում արդեն հակառակ հանում են իրան և խնձորները հայտնվում են այսպես երեսի շերտում ու նայեք ինչքան հաստ են և կարամելիզացված, ինքը շատ համեղ դեսերտ է, եթե համեղ է պատրաստված, իրանք հենց գոլ էլ բերել են, որովհետև իրեն հենց գոլ էլ մատուցում են, միրգը շատ է, ճիշտ է, մի քիչ շատ ժամանակ քաղցր է լինում, դե կարամել կա, բայց այն խնձորի հետ շատ լավ համադրվում է ու իր հետ մատուցում են այսպես թթվասեր, որը խիտ տեսակն է մեր հայկական ռեժանի նման, հա, քրեմդիզինի ու շատ լավ ինքը համադրվում է իրար հետ, ոչ մի դեպքում հարված սերուցք չպետք է լինի, անպայման հենց այսպիսի թթվասեր պետք է լինի։ Եկեք հենց այս թթվասերը փորձելուց էլ սկսենք։ Նայեք ինչպեսի գեղեցիկ կրեմային է, ոնց որ հարված լինի, նայեք ինչ լավն է։ Շատ համով է, շատ լավն է։ Հիմա այսպես ես իրան կքսեմ տարտալետկայի վրա։ Խնձորները շատ լավ եփված են, հալվող են, հենց այսպես էլ ինքը պետք է լինի։ Հիմա համն ենք տեսնում ու կտորից մեծությունը նայեք էլի։ Ի զարմանս ինձ և ասեմ նաև ի ուրախությունից, ինքը ընդհանրապես քաղցր չի, որովհետև ասեցի, չէ, ինքը կարամելով է խնձորը պատրաստվում ու լինում է, որ շատ քաղցր է լինում, այստեղ չէ, մենք լրիվ զգում ենք խնձորի համը, սա ինձ շատ դուր եկավ և խնձորները շատ սենց հալվող, նայեք այնպես էփված է, իրենք իրենց ֆորման պահպանում են, բայց միևնույն ժամանակ նայեք, ոնց որ ինքը կոմպոտի պես փափուկ լինի, հա, կոմպոտը եղած է, շատ լավն է, այս պահը շատ դուրս եկավ,
բայց այ ինչ վերաբերվում է խմորին, չափազանց յուղոտ ու կարակոտ է ու հենց այդ յուղոտ համը ինչ շատ խանգարեց։ Ես երևի այս կտորը որ վերջացնեմ հաստատ տակի խմորը չեմ ուտի, այդ պահը ընդհանրապես դուրս չեկա, բայց ընդհանուրով վատը չէր։ Երևի թե արժի փորձել, ինքն արժեր, եթե չեմ սխալվում 15 եվրո, եթե անկեղծ ասեմ տախտատանի համար ինքը շատ թանկ է, նույնիսկ սրճարանում հավաստիացնում ինքը շատ թանկ է, բայց դե տիպիկ ֆրանսիական դեսերտ է, ամեն տեղ չի լինում, հետևաբար ունենք այնինչ ունենք։ Դե ինչ, այսպիսին էր մեր այսօրվա համտեսումը, միասին բացահայտեցին Café de Flore, ինչպես արդեն ասել էի սկզբում, անկեղծ եմ ասելու, հնարավոր է իմ այդքան անկեղծությունը շատ-շատերին դուր չգա, որովհետև մտածեն, որ ինչ որ տեղեր երևի ուզում եմ փնոված լինեմ սրճարանը, ասեմ, որ չէ լավ է չի, բայց ես ձեզ խոստացել եմ, որ պետք է անկեղծ ասեմ, ու քանի որ ես բարձրակ որակյալ սննդի կողմնակից եմ, ու քիչ թե շատ էլ հասկանում եմ հատկապես դեսերտներից, որովհետև դա նաև իմ մասնագիտությունն է, ես չեմ կարող ուղղակի ձեզ հետ անկեղծ չկիսվել, ու եթե ինձ մի բան դուր չի գալիս, ուղղակի չեմ կարող ասել, որ համեղ է եւ խորհուրդ տամ, որ գաք, որովհետև եթե գաք ու դուներից չգա, հետո ասելու եք բա ասում եք համով է։ Հետևաբար ինչ ասեցի անկեղծ էր ու իմ կողմից ուղղակի կասեմ, որ ես հաստատ խորհուրդ չեմ տա ձեզ այստեղ գալ, եթե գալու եք հենց տաք շոկոլադի, հենց համով դեսերտի համար։ Եթե ուղղակի ուզում եք գալ գեղեցիկ ֆոտոների համար, որովհետև ինքը տուրիստական վայր է եւ որովհետև բոլորը գալիս են, խնդիր չկա, եկեք վերցրեք տարտին, եկեք վերցրեք մեկ կրուասան սուրճով եւ բավարար է, բայց եթե պետք է գաք հատուկ շոկոլադի համար, հատուկ ենթադրենք տախտատան փորձելու համար, հաստատ խորհուրդ չեմ տա, որովհետև եթե հետևեք իմ էջին, ես ձեզ շատ լավ ավելի հասցեներ եմ ասել ու դեռ ասելու եմ, որտեղ կարող եք գնալ փորձել։ Այնպես որ եթե հավանեցիք տեսահոլովակը, մի հապաղեք լայքել, բաժանորդագրվել, կիսել ձեր հարազատների հետ եւ նաեւ հետեւել իմ ինստագրամյան էջերին, հասցեները գրված են տեսահոլովակի տակ։ Իսկ ես ձեզ ասում եմ պաչիկներ, մինչ նոր համտեսում, առայժմ